Նիկոլ Փաշինյանը կլինի միակը հայոց նորագույն պատմության մեջ, ով դարձավ գրեթե 90%-անոց բացարձակ սեր, վստահություն եւ լեգիտիմություն ունեցող վարչապետ։ Ու նման ահռելի, չլսված, չտեսնված քաղաքական կապիտալը 7 տարում այնպես մսխեց, որ տակը ոչինչ կամ գրեթե ոչինչ չի մնացել։ Ինչու այդպես եղավ։ Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները շատ են եւ շահկապված։ Օրինակներից կարելի է բերել համաճարակ, պատերազմ, հազարավոր զոհեր, Արցախի հայաթափում եւ կորուստ, Հայաստանի Հանրապետության միջազգային կշռի թուլացում, Ադրբեջանի դիրքերի ամրապնդում, բայց սա չի գլխավոր պատճառը, որովհետեւ այս ամենից հետո կամ այս ամենը կատարվելու ամենաճգնաժամային փուլում անգամ ժողովուրդը կրկին ընտրեց իրեն քվե տալով։ Իսկ իր վարկանիշի ազատ եւ անխնա անկման հիմնական պատճառն այն է, որ մարդիկ իրենց խաբված են զգում։ Մարդիկ իրապես հավատում էին, որ հեղափոխության ազնիվ առաջնորդը, որի հետևից իրենք դյուժիններով գնացին, վերջապես արդարադատություն է հաստատելու։ Նույն պատերազմը, Արցախի կորուստը, հազարավոր զոհերն էլ արդարացիորեն կապում էին այն մկների եւ ձկների հետ, որոնց խոստացել էր, որ չեն պլստալու։ Բայց հիմա բոլորիցս լավ պլստացել են, բոլորիցս հարուստ են, բոլորիցս պնդված, բոլորիցս մաքրաջրված, բոլորիցս անկաշկանդ եւ բոլորիցս էլ ազատ։ Նիկոլ Փաշինյանը թիմում ունի բազում ապաշնոր կադրեր, որոնք եւս քաղաքական վարկանիշի գահավիժման կենթանի առհավատչյաններ են։ Բայց նույն թիմում կան նաեւ իրապես դատող, իրապես ազնիվ, իրապես հայրենասեր, իրապես adekvat եւ իրապես կիրթ մարդիկ, որոնք ապաշնոր թիմակիցների ֆոնի տակ արժանանում են խոսքերի, որոնց արժանի չեն եւ որոնց էլ ուզում եմ խոսքս հղել։ Վարչապետին հորդորեք թող փոխի իր քաղաքական եւ հատկապես նախընտրական մաշված, կորոզացված, ճռռացող, խզվող սկավառակը, թե բա առնետներին կուղարկենք նկուղները։ Ամենամեծ մասշտաբի երկու առնետը հենց հիմա իր հետ, ձեր հետ նույն խորհրդարանում են։ Ու էլի են պատրաստվում լինել, որովհետև որևէ իրավաքաղաքական հստակ գնահատական եւ պատիժ չտեսան, եւ սրանից այն կողմ ապացույց չկա, որ այդ սկավառակը կտրտում է արդեն եւ ազդում հայ հանրության նյարդերի լսողության, ինքնազգացողության եւ ինքնասիրության վրա։ Ոնց որ մարդկանց ուղիղ ասես, քվեով վերահաստատեք, որ ուրախ եք, որ մենք ձեզ խաբում ենք։ Ու մենակ չասեք, թե մենք ինչ անեինք, ժողովուրդը գնաց ընտրեց։ Նույն այդ մարդկանց 2018 թվականի կեսերին անգամ իրենց բարեկամները, խնամիները եւ մանկլավիկները մոտիկ չէին կանգնում, որ հոսքի տակ չընկնեն, ուր մնաց թե քվե ստանային եւ դառնային երկրորդ ուժ եւ ընդդիմություն։ 7 տարին գրեթե այնքան է, որքան կառավարել են Լևոնը, Ռոբերտը, Սերժը։ Համաճարակն ու պատերազմն էլ լավ 2 տարի մինուս արեք։ Կենցաղային պարզ լեզվով ասած, ամենակոպիտ հաշվարկով եւ թող լինի 5 տարի, այսինքն նրանց կառավարման ուղիղ կեսը։ 7 տարի կառավարած ուժը իրավունք չունի այլևս պնդելու, որ նկուղները կուղարկի առնետներին, լավ ուղարկողը 7 ամսում էլ կուղարկեր։ Կամ ինչ ասել է, ուզում են ընտրվեն, որ թալանը փրկեն, այսինքն տեսականորեն, որ ընտրվեցին, ուրեմն օրենքը իրենց հանդեպ լռելու է։ Կամ ինչ ասել է, մենք ենք արմատախիլ արել ընտրակեղծարարությունը։ Շրխկացնում եք, ժողովուրդն ինքն է արմատախիլ արել, դյուժիններով հրապարակը լցնելով եւ իշխանափոխություն անելով։ Ու վստահ եմ, որ էլի կանի, բայց ընտրակեղծարարություն թույլ չի տա եւ կուլ չի տա այլևս։ Ու եթե նույն ձեր ասած Գյումրու նախկին քաղաքապետը Թալանչի է, բա ինչ իրավունքով է հիմա կրկին քաղաքական եւ հանրային պաշտոնի համար թեկնածու դարձել։ Ու հուսով եմ, մամուլը թերթում է եւ նույն կոռուպացված համայնքապետերի մասին նյութերը աչքներով տնկնում է եւ նրանք արդեն ձեր թիմից են ու ձեր քաղաքական ուժով են առաջադրվել եւ ընտրվել։ Բոլորին է հայտնի, թե ես ինչքան եմ աջակցել ձեզ արտաքին քաղաքական հարցերում, տեղ-տեղ նաեւ ներքին, սեփական վարկանիշս հարվածելու հաշվին, որովհետեւ գտել եմ, որ պետության գերակա շահը ավելին է։ Բայց 2018 թվականի հոկտեմբերից ի վեր էլ, երբ դուք դեռ անձեռնմխելի էիք, էլի սեփական վարկանիշից հաշվին գոռացել եւ գոռում եմ մինչ օրս։ Բա ինչ եղավ ձեր արդարադատությունը, ու սա էլ է բոլորին հայտնի։ Որոշների նման չեմ կանգնել եւ չեմ կանգնում կեղծ թեզերի եւ պոպուլիզմի կողքին։ Թող ինձ քիչ լայքեն, թող ինձ շատ դատապետեն, բայց լավին լավ ասեմ, վատին վատ։ Խիղճս էլ իմ ժողովրդի առաջ լինի հանգիստ։
Վատը գիտեք որն է, տո վատն էլ չէ, ամենավատը, որ ներազգային ատելությունը եւ հանրային տարբեր խմբերի պարակտման գործընթացը հասել են ընկերական, ընտանեկան հարաբերություններ եւ երեկվա քաղաքական թշնամանքն արդեն այսօրվա ներանձնային թշնամանքն է դարձել։ Ես չգիտեմ ուր է գնում այս մակույկը, բայց որ խորտակվելու է, դա փաստ է։ Ընկերներ, ընդունեք, որ այսքանն էր ձեր առաջնորդի եւ թիմի կարողությունը, ել մի պնդեք, որ հեսա անելու ենք, որովհետեւ դա արդեն ծիծաղելի եւ սարսափելի վիճակում է ձեզ դնում, ոչ թե քվեբերում։ Կամ էլ խորը ռեբրենդինգի ենթարկեք ձեր ողջ թիմը եւ նոր ռազմավարություն մշակեք, հատկապես ներքաղաքական։ Շատերիդ համար իրոք ափսոսում եմ։ Խեղդված եւ խեղված հեղափոխության համար կրկնակի։ Ու հարցը Գյումրու, Փարաքարի կամ մյուս X համայնքի ընտրությունները չեն, այլ հաջորդ տարվա գլխավորը։ Աշխարհաքաղաքական ես ոչ նախանձելի վիճակում երկիրս նորից ու այսքանից հետո չհայտնվի նույն խեղդող ձեռքերում, Աստված մի արասցե, գրել է Հարություն Մկրտչյանը Facebook-յան իր էջում։ Ռուս-ամերիկյան երկխոսության մեկնարկի կենտրոնակայան դարձած Սաուդյան Արաբիան առաջիկա շաբաթ կընդունի նաև Ամերիկա-ուկրաինական բանակցությունը։ Արդեն հաղորդվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի գլխավորությամբ պատվիրակությունը կբանակցի Ուկրաինայի պատվիրակության հետ Էր-Ռիադում։ Դրանից առաջ Էր-Ռիադ այց է ազդարարել Ուկրաինայի նախագահ Զելենսկին, իսկ Ուկրաինայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ռուբիոյի հետ։ Սաուդյան Արաբիայում բանակցային այս հարթակների ձևավորումը վկայում է միջազգային հարաբերություններում Ռիադի աճող դերի մասին։ Այդ հանգամանքն իր հերթին վերստին ուշադրություն է բևեռում այն հանգամանքի վրա, որ դեռևս 2023 թվականի տարեվերջին ազդարարված հայ-սաուդական դիվանագիտական հարաբերության հաստատման համաձայնագիրն անցնող գրեթե 1.5 տարի ժամանակահատվածում կարծես թե չի ունեցել աշխատանքային առաջընթաց։ 2023-ի ավարտին Էմիրություններում Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի դեսպանների միջև ստորագրվեց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր։ Դրանից հետո սակայն շարժ նկատելի չէ։ Մինչդեռ Սաուդյան Արաբիայի ռեգիոնալ եւ միջազգային աճող դերը թերևս կարևոր է դարձնում երկկողմ փոխհարաբերությանը դինամիկա հաղորդելը, քանի որ Էր-Ռիադը նոր իրավիճակում կարող է լինել Հայաստանի անվտանգության միջավայրի համար կարևոր շերտերում արկա ռիսկերի եւ մարտահրավերների կառավարման անմիջական հնարավորություններից մեկը։ Առավել ևս, որ դրան զուգահեռ Սաուդյան Արաբիան նաև ներդրումային վարար աղբյուր է, ընդ որում այդպիսին է դիտվում նույնիսկ Միացյալ Նահանգների համար։ Դոնալդ Թրամփը օրերս հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի արքայազն Սալմանը պատրաստակամություն է հայտնել առաջիկա 5 տարում Միացյալ Նահանգների տնտեսությունում կատարել մոտ $1 տրիլիոն ներդրում։ Հայաստանն իհարկե մեղմ ասած չի կարող հավակնել այդպիսի թվերի, սակայն աշխատել Հայաստան-սաուդական ներդրումներ ներգրավելու ուղղությամբ թերևս անհրաժեշտ է։ Ընդ որում դա պետք է դիտարկել հարաբերության կոմպլեքս պատկերով, քանի որ ներդրումային հետաքրքրությունները աշխարհաքաղաքականության համատեքստում ձևավորում են շահերի ընդհանուր համադրմամբ։ Այստեղ իհարկե բացարձակապես անամպ երկինք չէ, սակայն միևնույն ժամանակ հենց դրա համար է անհրաժեշտ դիվանագիտական ջանքի աշխուժացումը եւ շահերի համադրման հնարավորինս բարձր մակարդակին ուղղված աշխատանքի ինտենսիվացումը։ Նյութի աղբյուր, Առաջին AM։